Այսօր գուզեմ խոսիլ ձեր հետ անուշահոտ թեմայի մասին, փախվը, աստծո առաջ անուշահոտ լինել։ Ուրեմն մի քիչ սերդողություն պիտի լինի, adին վրա հետև համարներ պիտի դամ, եթե անոր մեր մեջ մի քիչ փասիվ է չի հասկանալու այսօրվա մեր խոսքը, անոր մի քիչ փասիվ ծևով ասենք պիտի հետևի չեք հասկանալու, ասեմ քեզ մի ժամ բարաբի պիտի երթա քեզ համար, ավելի լավ է գնա գործերը դրե, եթե փասիվ ես, չես հասկանալու այսօրվա թեման, քանի որ հերվից պիտի կամ միջև քեզի մի բան ասելու համար։ Սրդիս մեջ ծանր, այս համարը ես իմ համար գրած էի, կարծած էի, խոսած էի շաբաթ, բայց դերը ստիպեց, որ այս փոխանցեմ ցեզ այսօր։ Մի քանի համարներ գարտանք նախ 5 դագարան մեջ ելից գիրքը 30 գլուխ 30 գլուխ 8-րդ համարը գտեսնենք այդտեղ որ Աստված երբ տաճարը երբ խորանը սկսավ շնելու Մովսես խորանը սկսավ շնելու այդտեղ խորանին մեջ ըսավ թե պետք է լինի խունգ վարելու դեղ որովհետեւ այդ խունգին մուխը իմ առաջս անուշահոտ լինի։ Խոսողը Աստված է։ Բիդի առաջին ծննդոցեն համարներ բիդի գարտամ եւ հետո հայտնութենեն։ Ամբողջ սուբտիկը մատ բիդի անցնենք իրար հետ։ Համաձայն եք, պատրաստ եք, օքեյ ենք, լուրջ ենք, վալա։ Եվ գսե համարը այստեղ գսե եւ Ահարոնը ուրեմն քահանան, առաջին քահանան որ եղավ, Ահարոնը իրիկվան թեմ ջրակները վարած ադենը խունկ պիտի ձխե եւ դերոջը արչեւ մշտն չենական ասել է մինչեւ վերջ անտատար խունկ պիտի ըլլա ծեր ազգերուն համար։ Աստված գսե որ անտատար գուզեմ խունկ վարվի իմ առաջս ծեր համար։ Այս աստծո խոսքն է։ Հիմա մենք անշուշտ մեր եկեղեցիի մեջ խունկ չենք վարել, քանի որ խունգը իմաստ ունի, անոր համար չենք վարել։ Այդ իմաստը բիդսեմ քիչ հետո։ Եվ երբ որ այստեղ 30-րդ 7-ը գսե Ահարոն անոր վրա անուշահոտ խունկ պիտի ձխե ամեն արդու ջրակները շտկած ադենը խունկ պիտի ձխե եւ այս համարը Ահարոն իրիկվան թեմ ջրակները վարած ադենը խունկ պիտի ձխե դիրոջ արչեւ մշտնչնական խունկ ասել է անտատար խունգը պիտի վարեր Աստծո արչեւ։ Այս Աստված գուզե։ Երբ որ գերտան Ղևդացվո, հաջորդ համարը Ղևդացվո գիրքը առաջին գլուխը գրված է 9-րդ համարը, ես պիտի գարտամ 3-րդ գլուխ 16-րդ համար, որ գրեթե նույնն է, առաջին գլուխ 9-րդ համարը գսե, բայց անոր պորոդիկն ու ոտքեր ուրեմն ասիկա, կարնուգին համարը, երբ որ կարնուգը զոհ գմադուցան էին, Աստված գսե անոր փորի մեջինը ոտքերը ինչ որ գա ջրով պետք է լվաս եւ հետո բոլորը պետք է այրի սեղանին վրա ողջագեզ ինչու համար գրված է թեղինով դիրոջը անուշահոտ բադարակ ըլլալու համար դիրոջը անուշահոտ բադարակ կարնուգին վարված յուղը հասկացաք որտեղ ենք ուկանք երրորդ գլուխ 16-րդը նույն բանը գսե եւ կահանան սեղանին վրա թող այրե զանոնք անուշահոտ բադարակ ըլլալու համար բոլոր ջարբը յուղը դերոջը արչեվ բոլոր յուղը գսե դերոջն է Ձեր ասկերուն բոլոր բնակարաններուն մեջ հավիդյան կանոն թողլա այդ կանոնը հավիդյան կանոն է բա մենք ինչու ողջ չենք վարել հիմա պիտեսեմ ինչու Բայց Աստված խոսքը նույն հավիդյան պիտի վարվի ջարբը իմ արջևս եւ ես հոտ պիտի առնեմ գսե եւ ինձ համար հաճելի պիտի լա Հալելույա Շարունակենք Ձնունտոցին մեջ երբ որ գերտանք 8-րդ գլուխ 21-րդ համարը երբ որ Նոյը իր գործը գդարեց հիշեք չրհեղեղեն վերջ 8-րդ գլուխ 21-րդ համար դերը անուշ հոդը հոդոդած դերը անուշ հոդը ինչին ոչխարին մորած ջարբին յուղին հոդը որ դու նույնիսկ ես ըլլամ չենք հոդոդար բայց Աստված գսե անուշ հոդը հոդոդած եւ իր սրդին մեջ ըսավ Աստված ըսավ Ալասկե հետո մարդուն համար նորեն երգիրը պիտի չբաճեն Անուշ հոդը հոդոդած
Եվ անուշ հոդը դալ են վերջ, ըսավ, հա, մի բան փոխվեցավ։ Եփեսացիս գլուխը նայեցեք ինչ կսե մեզի։ Եփեսացիս 5 համար 2։ Հալելույա, հետևիկ ժողովուրդ, այս համարները կնկարեք, ոչ թե ամեն գիտեք արդեն։ Դեր օրդն է։ Եփեսացիս 5 համար 2։ Գա այստեղը։ Բողոս առաքյալ գսե այստեղ հավատացյալներուն։ Վերստին ծնված նոր գտագարանի մեջ, հիմա նոր գտագարան եկանք, նոր ուխտի մեջ մտանք, որ պիտի հասնենք, որ Աստված իր անուշահոտ հոդեն չթաթարեցավ, նույնն Աստվածն է, նույն հոտն է ուզում առնի, մինչև հիմա։ Աստված ջարբերու հոդը ուզում է թեր առնի։ Եվ այստեղ 5-րդ համարը գսե 5-րդ գլխուն 2-րդ համարը գսե եւ սիրով վարվեցեք եկեղեցին համար իրար հետ սիրով վարվեցեք հալելույա ինչպես Քրիստոսալ մեզ սիրեց եւ իր անձը մեզի համար մատնեց ինչ անուշահոտ բադարակ Աստծո համար ուրեմն Հիսուսի ըրած կորձը խաչին վրա անուշահոտ բադարակներ ինչ որ Ահարոնը պետք է ուներ ինչ որ 5 դագարան քահանաները պետք է ունեին, այդ բոլորը կշարունակվի եւ Հիսուսը ասավ, ես եմ չէ կառնուգը, գիտեք Հիսուսը ես եմ կառնուգը, Հովհաննեսը ինքն է կառնուգը, այդ կառնուգին հոդը, զոհության հոդը, ջարբին հոդը, յուղին հոդը, Հիսուսին հոդը, զոհության հոդը, Հիսուս հաջելի Աստված հայրը հաջելի տեսավ։ Ուրեմն չփոխվեցավ իր ծրագիրը 5 դագարանեն եկանք Աստծո գարձեք թե Աստված գսիրե խորովածի հոտ ոչ թե միս որ ուդենք այլ մորտված քարնուգի յուղին մահվան հոդը զոհության հոդը որ այլևս այդ քարնուգը պիտի չաբրի այդ քարնուգը պիտի չաբրի այլևս այդ քարնուգը զոհվեցավ վերինին համար Քրիստոս մեզի համար եղավ այդ անուշահոդը Հիսուս զոհվեցավ գսենք մեր համար բայց այդտեղ լավ բան կա ասելիք Աստված պետք է պատճեր մարդ արարածը համաձայն եք մեղքի պատճառով այդ մեղքի հարվածը եկավ Հիսուսի վրա եւ ինչպես եկավ հարվածը իր մահվան հոդով իր մահվան զոհության այդ մուխը բարձրացավ եւ Աստված ըսավ անուշահոտ հոդ է Քրիստոսին ըրածը քանի որ 5 դագարանեն Աստված կսպասեր եւ Աստված գուզեր եւ Աստված գսե պետք է զոհություն հոդ անուշահոտ ինձ ամեն հասկացաք ուր ենք գալիս եկեք երթանք առաջին Պետրոս 2-րդ գլուխ Առաջին Պետրոս 2-րդ գլուխ համար 9 մեզ ինչ կսե Տեղիններուն լավ գնայի չէ տեղին կձերուն որ շեշտը տրված այդտեղ բայց դուք կսե ուրեմն վերստին ծնված հավատացյալներ Հիսուսի հետևորդներ դուք կսե ինչ եք մեկավա կսե դուք ինչ եք ընդիր ցեղ հիմա ընդիր ցեղի վրա գանտնենք մի րոպե ընդիր ցեղը գիտեք ինչ է 5 դագարանի մեջ ամեն մարդ քահանայություն չեր գրնարնել 5 դագարանի մեջ ամեն մարդ զոհություն չեր գրնարնել մեղավորը գբերեին քահանաներուն քահանաները գնային զոհը գմորտեին եւ իր գրագով այդ մուխով այդ վարվածքով գներվեր մեղավորը եւ այդ ընդրվածքը եւ այդ ընդրված ազգը ամեն մարդ իրավունք չուներ անելը քահանան միան պիտի աներ Ալորմար այստեղ գսե դուք սիրելի ժողովուրդ որոնք վերստին ծնված եք Հիսուս Քրիստոսի զոհով ամեն դու գալ եղակ քահանաներ ընդրված ցեղ եղակ այստեղ գսե ընդրված ցեղ թագավորական քահանայություն ասել է որ դու քահանա եք անուշահոտ բարձրացնելու համար եւ այդ անուշահոտը հաջելի պետք է լազո Աստծո սիստեմով Քիչերու մի պատմություն պիտի պատմեմ, որ գրված է Սուրբ Գիրքին մեջ, որ անուշահոտ բարձրացավ, բայց ոչ Աստծո սիստեմով։ Եվ ասված
բաճեց այդ տվյալին։ Ուրեմն այստեղ ընդրված ասկ, քահանաներ, մենք թագավորական քահանայություն գսե, որբեսի գշարունակե համար ինչ գսե, որբեսի հրճագեք, ինչը հրճագեք, որչեւի հրճագեք Աստծո մեծությունը։ Անուշահոդը, որ վերստին ծնված հավատացյալը այդ մուխը որ գբարձրացնի, այդ անուշահոդ հաջելի Աստծո որ գբարձրացնի, Աստուծո առաջ հաջելի պետք է ըլլա իր կամքով, իր կյանքով, իր էությամբ, քանի որ Աստված գսպասե իր զավակեն, հասկացաք ուր եմ գալիս, Աստված գսպասե քեզմե, նույն Աստվածն է, որ շունչ է առնում, ավելի որ գուզե քեզ հոդոտալ, ինչ հոդ ես տալիս, այդ քո պրոբլեմն է, բայց իմ Աստվածը չէ փոխված, քո Աստվածը չէ փոխված, 5 դագարանի նույն Աստվածը կպաշտենք, Հիսուսով ամենին անուշ հոդ արավ, բայց Հիսուսի հետևորդներին Հիսուսով հոդ պիտի առնե։ Եկեք երտանք 2 Կորինթացիցը, տեսեք այդ հոդի մասին խոսենք մեմը, հիմա գխոսենք մեր մասին։ 2 Կորինթացից երբ որ գարտանք համար 2 համար 15 եւ գսե 14-ին գարտամ գողություն Աստծո որ միշտ մեզի հաղթություն գուտա Քրիստոսով որ զինք ճաշնալու հոդը մեզմով հայտնի գլա այստեղ նաեւ հոդ գուտաս ուրիշին բայց այստեղ գսե վասնզի մենք ինչ կրված է վերը Աստծո արչեւ Քրիստոսի անուշ հոդն ենք Որուն արջև, կանի որ Աստված հոդ գուզ է արնել, Աստված զողողության ջերբի հոդ գուզ է արնել, և վերստին ծնված հավատացյալը այն մարդն է, որ Աստուծո հոդ գուդա, բայց ոչ թե իմ հոդս կամ քո հոդը, Քրիստոսի հոդը, անորմար պետք է Քրիստոսով լինենք, որ Քրիստոսի հոդը դա դիրոջը, Որ մեկ հավատացյալը այսօր դա հավատացյալ գսե, ես հարց կուզեմ տալ իրեն, ինչ հոդ գուդաս Աստծո, ինչի հոդ գուդաս, ինչ կփարսացնես Աստծո, քու մեջ հետ ինչ հոդ գելլե Աստծո, կամ Աստված, երբ որ գողքես կանցնի, գողոտոդա ինձի։ Մեր Աստվածը փոխված չէ նույնն է։ Քրիստոսի անուշահոդը Աստծո ոչ թե Քրիստոսին Աստծո քանի որ 5 տակարանը Աստված գրաված է այդտեղ մի հատ համարի մեջ չեմ հիշեր հիմա ուր որ գսե Աստծո քիթը գսե գշնչե ավելի գհոդոդա անշուշտ բարտկերը Աստված քիթ չունի ոչ ալ ցերկ ոչ ալ քլուխ ոչ ալ աչք Բայց պատկերներ են այս բոլորը, որ սերգուզով Աստված գհոդոդա, Աստված գտեսնի, Աստված գկալի, Աստված գոքնի ցերկի որ գսենք, հասկանաք, ուրեմն նույն բանը այստեղ ես կսեմ Տեր, այդ 5 տակարանի անոնք որ մեր մեջ դբրոցի մեջն են հիմա դեսակ երբ որ գարտացին թվոց քիրքը, երբ որ գարտացին ելից քիրքը, դեսակ այդ զողողությունները, եթե Եղևդացվոս քիչ մսերդեինք, որ չի սերդեցինք, բայց եթե սերդեինք, պիտի տեսնեինք այս ամեն իմաստը։ Աստված չփոխեց իր համակարգը Չասեց հիմա Հիսուս եկավ, ուրեմն այլևս ոչ մեկ զողողություն չլա։ Ոչ, զողողությունը պիտի շարունակվի, բայց ոչ թե քարնուգին, քու զողողությունը պիտի շարունակվի։ Ոչ թե քարնուկներ պիտի բերենք Աստծո, մորթեր ոչխարներ պիտի բերենք խորոված պիտենք, մենք խորոված պիտի լանք։ Նոր գտակարանը կփոխվի ասելով, ես շուն հոդ պետք է դամ։ Հարցը մեր բոլորիս ինչ հոդ եմ տալիս։ Ինչ հոդ գուդամ ես, ինչ հոդ կելլե ինձ մե, ինչ հոդ է, որ ես կփոխանցեմ, Աստծո արջև գսե մենք Քրիստոսին անուշ հոդն ենք, վերստին ծնվածը այս մարդն է, և եթե մեր մեջ կան մի քանի վերստին ծնվածներ, իրենց կսեմ Քրիստոսին հոդը Աստված քեզ մե գարնե կամ չէ, Ին ես գարնեմ ճամա, ես կարևոր չեմ, Աստված քեզ մե, քանի որ ես կրնալ զզվիմ քո հոդետ, դունալ իմ հոդես, բայց Աստված ինչ կսե իմ հոդին։ Ես այստեղ սկսա մտածել, գսե արդյոք Տեր, ես եւ հիշեցի այդ նայեցեք նոր 5 դագարանի այդ բոլոր խորանի օրենքները,
որ այսպես պիտի մորթես, այսպես պիտի մտնաս, այսպես պետք է ըլլա, այս ծևով պետք է ըլլա, չըլլա թե այսպես ըլլա, չըլլա թե մանրագրգիտ Աստված մեզի օրենքներ գուտա եւ մեր մեջ շատերս կդարձնենք, ասենք հիմա մենք նոր գտագարանի մեջ ենք։ Հիմա մենք նոր ուխտի մեջ ենք։ Հիմա մենք չէ, նույն ուխտը գշարունակվի, նոր ուխտը ասել է որ այդ ինչ որ Աստված գբահանչե Հիսուսով բիդլա։ Ոչ թե վերջացավ, ոչ թե ստոպ։ Շատեր կգարձեն որ Աստված հիմա սիրող Աստված է։ Ես մեղքը կործեմ, Աստված բիդսե հալելույա։ Բայց չկա իմ նույն Աստվածս է եւ այստեղը երբ որ անդրադարձա որ Աստված հոդոդացող Աստված է։ Քրիստոսի հոդը անոնք որ փորձառություն ունեցել են դևերու հետ կորձ ունենալ, եթե եղեր եք կամ եթե գլա մի օր, դևեր հոդ ունեն, իրական հոդ, որ կհասկնաս, որ այդ դևային է, հոդը կա։ Ես չեմ ասում մենք անուշահոդը լանք, ինչ գիտնամ մեղետ պարվանի անուններ դվեք, ես կամ այդ ֆիրման տնենք, դիորը մի օրը տնենք, որ լավ անուշ հոդ տանք, ոչ, իմ մեջ ես Քրիստոսի հոդը Աստծո համար։ Այս է իմ թեմաս այսօր, ավելի խոսելու պետք չունիմ, քու մեջ այդ Աստծո առջև ինչ հոդ կելն է։ Մտածե այս միտքը բեր, որ Աստված գհոդոդա քեզի, եւ դու եկած ես այստեղ Հիսուս Քրիստոսով, Աստված գուզե քեզ մի հոդ տեսնել։ Ինչ հոդ կուտա Աստված քեզ։ Դու Աստծո ինչ հոդ կուտաս։ Մի քանի համար եւս եթե գուզեք հայտնության քիրք, հայցեք ձերունտեցեն սկսանք, եկանք մեր սիրելի հայտնության քիրքը, որ ես շատ կսիրեմ, շատերը գվախնան, շատերն ալ գրիվ գնեն այդ թեմայով։ Ամենաթևս մենք կսիրենք հայտնության քիրքը, հայտնության քիրք 5-րդ գլուխ 8-րդ համար։ Բանը Հովհաննեսը գտեսնե երկինքը, բացված, երկինքի հայտնություններ, մտքեր, ավելի շտագը Եվ այստեղ գսե երբ համար 8-ը, երբ քիրքը արավ 4 կենթանիները եւ 24 երեցները քարնուգին արչեւ ինգան, չեմ ուզում մտնել խորքը։ Քարնուգին արչեւ ինգան։ Ամենքն ալ քնարներ ունեին եւ ոսկիե խնգամաններ։ Խնգամանը ասել է ինչ ասեմ, աման, որուն մեջ խունգ դվարվեր, որ խունգը 5 դագարանի խունգը, որտեղ կշարունակվի։ Անուշահոտ կելլե։ Անում է երբեն արաքելական եկեցի կամ կաթողիկ եկեցի եւ տանք խունգեր կամ փանգան, օքեյ, ես այնքանալ հագարակ չեմ, երբ որ շեշտը գտնես մի անխունգի վրա հագարակ եմ, բայց երբ որ դու հասկանաս այդ խունգի նպատակը ինչ է, ինչու՞ չէ։ Խնգամաններ կային գսե բոլորին ցերքը։ Խունգով լեցուն, որ սուրբերուն ահոտներն են։ Աստուծո արջև խնգաման կպարսանա եւ անոր մեջ են խունգ կելե, մուխ կելե Աստուծո արջև եւ այդ մուխը որ կելե այն հոտն է, խունգի անուշահոտն է, որ Աստված կտեսնե եւ գսե այս իմ զավակներեն եկած հոտ է։ Նորեն մտնանք 8-րդ գլուխը, նորեն հայտնություն, նայեցեք 8-րդ գլուխ 3-րդ համարը մի քիչ ավելի տարբեր ցևով կներկայացնե 3 եւ 4, 8-ը 3 4 գրված են, չէ՞, ասոնք ամենը, օքեյ։ 8-ը 3 4 Ուրիշ հրեշտակ մը եկավ սեղանին արջև գայնեցավ, ոսկեղեն խնգանոց ուներ, իրեն շատ խունգ տրվեցավ։ Ով են այդ շատ խունգերը։ Հավատացյալները։ Շատ խունգ տրվեցավ, որովհետեւ բոլոր սուրբերուն ահոտներուն հետ աթորին արջև եղող ոսկի սեղանին վրա մատուցանեն։ Հալելույա, քուներնի դեգավ ոչ թե հասկանում եք, հասկանանք ինչ կպատահի, հետ խունգ է, ինչ խոսավ այսօր հորվը, խունգի մասին խոսավ, բայց բան չհասկացա։ Խունգի ամանները մեր կյանքն են։ Խունգը մեր անուշահոտն է Աստծո առջև։ Հիմա քո ամանիդ մեջ որ չկապալ ոսկի աման ունենաս, եթե խունգը չլա, այդ ոսկի ամանը իմաստ չունի։ Որն է այդ խունգը, այդ քո զողողության կյանքը դեպի Աստված, այդ նվիրյալ կյանքը դեպի Աստված, այն Հիսուսը, որ երբ որ խաչին վրա գսե խունգ եղավ Աստծո, անուշահոտ եղավ Աստծո, ինչ հրավ Հիսուս խաչին վրա, բոլորդ գիտեք, ինչ հրավ կյանքը նվիրեց առանց վերաբահության։
Եվ երբ որ Աստված գուզե հոտ առնել քեզ մե, գուզե տեսնել կյանքը, որ գատարյալ ցելով նվիրված ես իրեն բատվելու, օրտնելու, աղոթելու, նվիրվելու, սիրելու, այս է որ դերը կսպասե։ Մնացած բաները հեչ կարևոր չեն իր համար, որչափ քու ամանը ոսկելն է։ Մարդիկ ամանի մասին են շատ մտածում։ Լավ եկեղեցի ունենանք, լավ մարդ երևանք, լավ դուն ունենանք, ամանից լավ սիրուն, լավ ոսկի, լավ մակրում են ամանները դուրսի մասը, մակրում են, բայց մեջը խումբ չկա։ Զոհության կյանք չկա, հոտ չկա մեջից։ Ամանը գփանած բամը չկա մեջը։ Եվ երբեմն կան ներողություն, կեղտոտ հոդեր դուրս կգան եւ ամանից սպանանք։ Բայց դերը գուզե հոտ առնել մեզ մե Հիսուսի մեջ, Հիսուսի հոդը։ Ով գս ամեն։ Իմ կյանքս Աստծո առջև խունգ է։ Հոտ պետք է դա Աստված, երբ որ ես իր հետ եմ, երբ որ ես եւ ինքը մինակ, չեմ գիտե թե դուք կանցնեք այդ տեղերեն, ես եւ ինքը մինակ, ինչ հոտ գել է, իմ աղոթներս ինչպես կբարձրանան, Աստծո հաճելի է իմ աղոթքի կյանքս, Աստծո հաճելի է արդյոք իմ իր հետ ունեցած հարաբերությունս, արդյոք Աստված կսե, «Էս ինչ լավ հաճույք տվիր ինձ այսօր, եկար գեշ ժամ աղոթեցիր իմ դիմացս, էս ինչ լավ բաներ, հալելույա, ամբրես իմ զավակս, արդյոք եղավ այդ բանը, ես եւ Աստծո միջև ունենք այդ բանը, ոչ թե Կիրակի օրը մեկ հատ քարոզը գլսենք կերտանքում գշարունակենք հաջորդ կիրակի մեկ հատ ալգուկանք։ Իմ հարաբերությունս Աստծո առջև ինչ հոտ է տալիս։ Իմ հարաբերությունս Աստծո ընտանիքի մեջ ինչ հոտ է տալիս։ Քո ընկերներիդ ինչ հոտ է տալիս։ Քո ընտանիքիդ ինչ հոտ է տալիս։ Քո ժողովրդին ինչ հոտ է տալիս։ Այո, չափեր գսեն, կարևոր չի ժողովուրդը, շատ ալ կարևոր է ժողովուրդը, քանի որ հոտ պիտի դաս քեզ մե դուրս պիտի ժողովրդին համար։ Քահանան ինքը իր համար չէր աշխատում միան, գաշխատեր ժողովրդին համար, չմոռնաք։ Քահանան միան ինքը գմտներ դարի մեկ անգամ իր համար, քանի որ մենք եւ Աստված շատ կարևոր է, բայց քահանան կորձ ուներ։ Ինչ էր կորձը։ Ժողովրդին ներկայացնել մաքուր կյանք Աստծո առաջ։ Իմ կյանքս, իմ ամանս անուշահոտ է, բայց ինչ հոտ կել է։ Ժողովուրդ չանցես մեկ բան ասեմ, քու մեջդ ինչ կմտածես այսօր, օր մտուրս պիտել է։ Դու ով ես այսօր, որչափ խապես ինձ, քեզ, մեզ, որչափ անուշ այսպես քեղեցիկ աման ցույց տանք, մեջտեղ բիդել ես, քանի որ իսկապես հոդը գկա։ Շատ մի խառներ գսե հոդը գկա։ Մենք փագում ենք, որ շատ չխառնենք։ Բայց ասեմ Աստված գփանա։ Հոդը դուրս պիտի գա։ Հիմա Երանի այդ մարդուն երկեցինք իջ առաջ, որ եթե Աստված իմ մեջ են իր հոդը գառնի։ Աստված հոդոդացող Աստված է։ Ինչ հոդ կառնի քեզ մե։ Մենք կսե Քրիստոսի անուշահոտն ենք Աստծո առաջ։ Եվ համարը գարտացինք մարդկանց ալ հոդ կտանք կսե։ Աստծո անուշահոտն ենք մարդկանց համար։ Մարդիկ ժողովուրդ ջան, եթե հավատացյալ ես, կարևոր է մարդիկը։ Մենք շատ ենք լսել մարդիկ, որ գսեն, ես եւ Աստված, ոչ կարևոր չեմ մյուսերը, սխալ վարդապետություն է։ Հիսուսը այնքան գսեց, շիդակ ապրեցեք, գսե որ ծեր լույսը լուսավոր է մարդկանց։ Ոչ թե Աստծո, Աստված քին արդեն ով եմ ես։ Աստված հոդը գառնե իմ եւ գսե որ սարքես դու ախպեր, քո մեջի հոդը այնքան լավ չի։ Քո խնգամանդ մեջը փոխի, մաքրի, սրբի, որ խնգամանդ նախ մաքրվի եւ մեջը նա լավ հոդ կա։ Օրտնյալ է մեր դերը, որքան ես Տիրոջ առջև Հիսուսի հոտն եմ գալիս։ Մեկ խոսքով, որքան դերը գնայի քեզ եւ քո մեջ կտեսնե Հիսուսի հոտը, անուշահոտը, Հիսուսի փդավորությունը, Հիսուսի խոսակցականը, Հիսուսի նայվածքը, Հիսուսի սերը, Հիսուսի զգացումները, Հիսուսի նպատակը, ժողովուրդ ջան, մնացածը ոչ մի կարևորություն չունի։ Իմ Աստվածս, որ հուսամ նաեւ քոնն է, մեր Աստվածը հոդ առնող Աստված է։ Երբեմն բամը գլա գսենք սպասեք մի քանի օրից հոդը գգա։ Չէ՞։ Այդպես է լինում, մի քանի հոդից հոդը գալիս է։ Աստված մի քանի օր չի սպասի, այդ նույն օր արդեն ինքը գիտի ինչ է պատմությունը։ Դեր ինձ օգնե, որ ես իմ խնգամանիս մեջ քո խոսքով ապրեմ։ Խնգամանիս մեջ քո հոդը գա։ Քո խոսքի հոդը, քո աղոթքի հոդը, ժողովուրդ գերևնա անոր երկար ժամանակ Աստծո հետ ժամանակ կանցկացնի եւ չէ, շատ շուտ գերևնա։
Գերևնա այն մարդը, որ դիրոջ խոսքին մեջն է գամ չէ։ Գերևնա այն մարդը, որ իրական հավատքի մեջ է գամ չէ։ Դու ինձ մի ասա, գամ ես քեզ չասեմ, այս մարդը լավ մարդ է։ Ժողովուրդ, գերևնա։ Եթե մեկին խնգամանին մեջ խունգը գվարվի առաստված, անուշահոտ, գերևնա։ Հիմա խապի ինձ, բահե ինձ, մենք նայիվ ենք, նայիվը գիտեք ինչ է։ Բան, միամի չենք հասկանալ, հովիվը բանջար, օքեյ, հա չենք հասկանալ։ Կարևոր չի, բայց քո խնգամանից հոդը ամեն մարդ պիտի տեսնի։ Իմ կյանքս Աստծո առջև, եկեղեցիս առջև, ընտանիքիս առջև, ծնողքիս առջև, եղբայրներուս առջև, քույրերուս առջև, հարաբերություններուս առջև, ինչ հոտ գդամ։ Մենք անուշահոտն ենք Քրիստոսի Աստծո առջև։ Չմոռնաք ես համար 2 Կորինթացիս 5-ը, չմոռնաս Աստծո առջև անուշահոտ ենք Քրիստոսին։ Մի ասա ես այսպես եմ։ Դու անուշահոտ չես, բայց եթե Քրիստոսի մեջն ես անուշահոտ գտնաս, գրնաս լալ թերևս, եթե փափակիս։ Հասկանաք, մեր մեջից շատ ներողություն չեմ ասի այդ բառը, բայց դուք հասկացաք, այն հոտն է գալիս։ Կարշահոտ վնալա ավելացրեք մնացած բոլոր բառերը։ Մենք չկա մեր մեջ։ Անոնց Աստված գսե որ դու Քրիստոսի մեջ այդ անուշահոտ եղիր, ամբողջ 5 տակարանը չկարողացան լինել այդ անուշահոտը։ Բայց Քրիստոս եկա որ մենք լինենք այդ անուշահոտը։ Տերը երբ որ ինձ կնայի, հայրը երբ որ ինձ կնայի, Քրիստոսի հոտը պետք է առնի։ Չեմ ասում որ ես Քրիստոս եմ, բայց իր հոտը պետք է կային վրա ես։ Հալելույա։ Նայեցեք երթանք 2 Սամուել, այստեղ պատմությունը պատմեմ ցեզի։ Այս պատմությունը կգարտայի այսօր ես, այս շաբաթ կգարտայի, հենց այս միտքը այս պատմությունից եկավ ինձի, եւ սկսա մտածել Երկրորդ ներողություն, 2 Սամուել առաջինը 1 Սամուել, առաջին թագավորած։ Առաջին թագավորած գիրքը։ Կգարտայի, քանի որ անոնք որ դբրոցի մեջ են, հաջորդ ձեր բարդականությունը պիտի լա առաջին թագավորածը գարտալ, բայց ես միշտ ցեզ մա առաջ եմ ասնում, որ ես մի հատ լավ քննարկեմ ամեն ինչ, հետո ցեզի հարցումներ տամ։ Առաջին թագավորած գիրքը, 2-րդ գլուխ, Սամուել մարգարեն դեր մարգարե չէ։ Երեխա է, մանուկ է, այստեղ գրված չէ, չգա այստեղ։ Երկրորդ, առաջին թագավորոց գլուխ 2, կգարտակ դունը կգարտակ, բայց հիմա այստեղ մի քանի համարներ։ Ուրեմն Սամուելը դեր բադանի է հեղի մարգարեին մոտ աշխատող։ Բան, աշակերտ, երեխա, գնա գետ գելջի կսեն տրկերեն, գնացող եկող այդպես, այս արա, այն արա, այդպես էր։ Եվ այդտեղ Աստված իր հետ կխոսի, մի խոսքով չեմ ուզեր մտնել այդտեղը, եւ Աստված գսե որ հեղի մարգարեին, թադավորին, քահանային, հեղին թադավոր էր, մարգարե էր եւ քահանա էր։ Անոնց տղակը գսե, երկու տղակը ծուր մարդիկ էին։ Ողորմություն ունե դերը մեզ, որ մեր զավակները ծուր չլան։ Ծնողներ ջան, ծեր բարդականությունն է։ Քու զավակից չտկելը, որ չափ կրնաս։ Հեղին եկավ Աստված խոսեցավ, ասավ հեղի, չէ, ներողություն, հեղին դեսավ իր զավակներուն սխալ կորձեր, հիմա բիցեմ սխալ կորձեր։ Սխալ կորձեր շատ անօրինական մարդիկ էին։ Քահանա էին, էդալ ասեմ, քանի որ սերունդ է, ղևիական քահանայությունը սերունդ է։ Հեղին բաբանին էր, իսկ զավակները իրենք ալ քահանա էին, բայց շատ աղդոդ էին։ Քողավազակ, սպառնալիք մարդկանց, Աստծո հագարակ, մարդկանց հագարակ, բաբային հագարակ, իսկ բաբան ըսավ իրեն դղա ջան, լավ չէ ձեր արածը, հա, իբր թե իրեն խրադում է, լավ չէ ձեր արածը, միջ այդ 5 տակարան մեզ գսե, երբ որ քահանաներ են մեկը, սխալ մի կորձ աներ, դուրս պետք է վրընդվեր ժողովուրդից, քահանայությունից չէ, ժողովուրդեն դուրս պետք է լեն, բայց այս մեր հեղին Փարիսիրտ իբր թե մարդ էր, բայց իր փարիսիրտությունը իրեն հագարակ եղավ։ Ինքն ալ մերավ, զավակներն ալ մերան, ամենն ալ մերան, պատմությունը գարտացեք տեսեք։ Եվ ինքը հստակ չսավ ծեր ռազը։ Լուրջ թեմա է։ Եվ հիմա նայեցեք կսեն իրեն ըրած զավակներուն սխալը, եւ գուզեմ այստեղ խոսիլ ծեր հետ։ Երբ որ կգարտանք ուրեմն 2-րդ գլուխ
Հեղին, օքեյ, ստեղ է։ Հոսե։ Համար 12։ 2:12։ Հեղին որդիները շատ չար մարդիկ լալով դերը չէին ճանչնար։ Ժողովուրդ լավ լսեցեք։ Այս մարդիկը կան դաջարին մեջն էին։ Դաջարին մեջն էին։ Զոհապերություններ գնային, բայց դիրոջ չէին ճանչնար։ Մատ գողքին դսե որ դու եկեղեցի մեջ ես, բայց դիրոջ կճանչնաս։ Քու եկեղեցի մեջը լալ հեչ իմաստ չունի, դիրոջ կճանչնաս, այդտեղից է սկսում ամեն ինչ։ Ամեն, մենք ուրախանանք, որ 10 հոգի եղանք, 50 հոգի եղանք, 500 հոգի եղանք, ուրախացանք, բայց այդ եղողները դիրոջ կճանչնան կամ չէ։ Դիրոջ դաջարի մեջն են, դիրոջ հագարակ բաներ գնեն, ինչպես Եզեկիել մարգարեության մեջ նույն բանը գսվի։ Դիրոջ չէին ճանչնար եւ չար մարդիկ էին, կարևոր է որ դիրոջ խոսքի որ մեգումը չար գսե մի հատ լավ քննարկենք, ինչ չար էին ասոնք։ Աստված ինչու չար գսե այս մարդկանց։ Քահանաներուն սովորությունը այս էր այն ժամանակվա։ Երբ ժողովուրդեն մեկը զոհ մատուցաներ, միսին եպած ադենը քահանային սպասավորը ցերքը 3 ժամի մսահան մեծ պատարակաղ մի խոսքով, ֆուխշետ։ Մեծ պատարակաղով գգային հիմա բիցես ես ինչ ես խոսում ով հիմա ցես միտմացած եմ։ Մեծ պատարակաղով գալիս էին այս չար քահանաները, անունը գրված է քահանա, չար քահանաները մեծ պատարակաղով գալիս էին եւ այդ միսը վառվել են առաջ դառնային իրենց համար։ Եվ անշուշտ այս իրավունքը չունեին։ Միսը պետք է վառվեր։ Քանի որ Աստված ինչ էր ուզում։ Աստված միս չուզեր, հոդն է ուզում։ Հասկացաք խնդիրը։ Ուրեմն այս մարդիկը եւ գսե ուզադիգա գացային գամ սանին գամ եփրանան ինչ է բդուգին մեջ գխոթեր եւ մսահանը ինչ որ հանելու ըլար հանածը զանիգա իրեն համար գարներ շատ կարևոր է իր համար գարներ միսը եկած էր մեղավորը փերած էր որ այդ միսը զոհեր Աստծո որ այդ միսը վառվեր եւ այդ հոդը Աստծո հաճելի լիներ որ հոդը զոհողության հոդը ներումի հոդը մեղքի ներումի հոդը բայց իրենք հոն հասնել են առաջ միսը սինես միսը վառվել մեղք է խաշ կրնան գնել այս միսը ինչ կնեն գնել այդ ինչ է ծեր որ գնեք մի հատ բան գա ինչ այդ միսը երացած միսը բանը ինչ է մի խոսքով էս կառնենք մեր համար էս միսը շատ ավելի կարևոր է ինչ պետքա այդ միսը վնասել Աստծո համար պետք է վառվերն այդտեղը ջարբը պիտի վառվեր միսը համ հոտ չեր ունենար վառված միս էր հետո փոշին պիտի առնեին պիտի տապեին եւ նույնիսկ ասել փոշին պիտի առնեին պիտի տապեին բանագից դուրս ժողովրդից դուրս իրենք լավ միս տեսան այդտեղ լավ բաժին տեսան այդտեղ իրենք երբ որ միսը տեսան մորցան անուշահոտ լինել Աստծո երբ որ իրենք միսը տեսան մորցան այդ բոլոր գազմագերբության նպատակը իրենք մորցան որ մարդիկ եկած էին Աստված ճաշտելու օրտնելու բայց այդ միսը իրենց համար լավն էր հասկացաք սիրելիներ այդ միսը պետք է թողեին որ անուշահոտ լար Աստծո քանի որ Աստված անուշահոտ կուզեր Աստված միս չեր ուզեր Աստված խնգամաններ չուզեր խունկ կուզեր Նաև ջարբը այրել են առաջ քահանային սպասավորը լավն այսեք ինչ կնե քահանային սպասավորը գուկա եւ զոհ ընող մարդուն գսեր քահանային համար խորովելու միս դուր մի խոսքով ոչ թե Աստծո անոր մեջից հանի քահանային դուր քանի որ քահանան գուզե ուդել քահանան իր համար այս քահանան իր համար այն քանզի անիգա քեզ մե եպած միս չառներ այլ հում միս գուզե հում հասկացաք գտեստեք ինչ կբադայի դաջարի մեջ քահանաները գիտեին որ Աստված գուզեր անուշահոտ բայց իրենք իրենց համար միս վերցուցին
իրենց կոմֆորտի համար, իրենց լավության համար, իրենց ուդելիքին համար, իրենց ռեժիմին համար, իրենց փորին համար, իրենց ծրագիրներուն համար, իրենց բատկերներուն համար, իրենց համար Աստծո խունկ վարելը մորցան, Աստծո բադիվ բերելը մորցան, այլ սկսան իրենց կոմֆորտը, հանգիստը, իրենց լավի մասին մտածել եւ նայեցեք վերջին համարը գսե դերոջը արչեւ շատ մեծ էր, քանզի մարդիկ դերոջը զոհը գար համարհեին Մեղքը գսե շատ մեծ եղավ Աստծո առջև։ Երբ որ դու Աստծո զոհ պիտի դաս, լավ լսե, գվերջացնեմ, գփավա այսօրվանը։ Երբ որ դու Աստծո զոհ պիտի դաս, բայց Աստծո զոհ տալու դեղ դու քո համար, քո կոմֆորտի մասին ես մտածում, գիտեք ինչ է անում սիրելի քույր եղբայրներ, գար համար հեգ Աստված։ Եվ այս մեծ մեղք է։ Քանի որ մենք անուշահոտ պետք է ելանք, զոհության կյանք, նվիրման կյանք, հանձնվելու կյանք, լուրջ կյանք, Տիրոջ համար։ Եթե մեկադալ գսեմ շատ կարևոր, եթե դու Տիրոջ մարդ ես։ Եթե Տիրոջ մարդ չես, սիրելիներ ջան, ես ինչ քարոզ։ Ինչ ցերկդ կա, արգեր։ Ինչ ուզես, արը։ Քո գարձածիդ համար ոնց հարմար է այդպես արե։ Ինչ կսես Սարգիս, Հովիվ, եղբայր, եկեղեցի, ինչ պետք է։ Բայց եթե մենք Տիրոջ մարդ ենք այստեղ գարկ ու կանոն, որ Աստված չի փոխեր իր սկզբունքը քու եւ ինձ հաջեցնելու համար։ Ոչ, սկզբունք կա, զոհ պիտի ըլլաս։ Զոհության հոտ պետք է քակես մե, նվիրման հոտ պետք է քակես մե, քանի որ դու Քրիստոսի մեջ մարդ ես, եթե Քրիստոսի մեջ ես։ Այս մարդիկը քահանա Քրիստոսի մեջ անարգեցին ժողովրդին, անարգեցին բաբային, անարգեցին Աստծո եւ Աստված գսե հետո իրենց պատճեց աշխուժ։ Ժողովուրդ, եթե դուք Աստծո անարգեք, երկար չեք թիմանալու։ Են դուք որսեք ներեք, ես ալցեր մեջ, բոլորս ներողություն, մենք։ Եթե մենք Աստծո անարգենք, երկար չենք թիմանալու։ Եթե մենք Հիսուսի անունը գրել ենք այստեղ, մենք անուշահոտ ենք։ Քրիստոսի անուշահոտը։ Նայեցեք Հիսուս ինչ ասավ, ամեն ինչ իշխանություն դրված է, ամեն ինչ կրնար անել։ Անոթի էր, գրնար հաց անել, բայց ինչ ասավ, սատանա, մի խաբեր ինձ։ Ես նպատակ ունիմ։ Այս մարդիկը միս կուզեին հում եւ միսը երբ որ դեսան գեղեցիկ կարմիր սիրուն եւ այլն լավ, ասացին ասիկա լավ խաշ կլա, ասիկա լավ միսը գլա, դա միս գերագուրը գլա, էս ինչ լավ, երևակայեցին իրենց սիրարի բաները եւ մորցան թե իրենք այդ միսին թփնալու իրավունք չունեին։ Լուրջ է Հիսուսի հետ քայլելը։ Իրենց մեղքը այդ էր որ իրենց համար վերցուցին Աստուծո բաժինը։ Աստծո բաժինը դու քեզ համար որ վերցնես, դու անուշահոտ հոտ չես տար։ Մի խոսքով դու Քրիստոսի հոդը չես տար։ Մի բանի հոդ մը գդաս, չեմ գիտեր ինչ դու որոշ է, բայց ոչ Քրիստոսի հոդը։ Քրիստոսի հոդը գդամ, երբ որ ես կորոշեմ իմ կյանքս նվիրել իբր անուշահոտ իմ Տիրոջս։ Օրհնյալը լա մեր Տերը։ Այսօր այս կայնը հիմա պիտի խնդրեմ բարձրապես աղոթես եւ մտածես որ դու ինչ տեսակ քահանա ես, դու ինչ տեսակ մարդ ես, դու ինչ գրած ես քո վրա, դու ինչ տեսակ անուշ, ինչ տեսակ հոդ ես տալիս, ինչ հոդ գդաս, քեզ մե ինչ հոդ դուրս կելլե, քու մեջը ինչ կա որ ինչ ելլե, գիտեք երբեմն ասենք այս մարդու մեջ ինչ կա որ ինչ ելլե, ինչ ունի որ ինչ ասե, ինչ գիտե որ ինչ ապրի, ժողովուրդ եթե մենք Քրիստոսը գիտենք, մենք Քրիստոսը ապրիլը արդեն բավարար է մեզ համար։ Պիտի խնդրեմ աղոթեք լուրջ մի քանի վայրկյան։ Մտածեք դբրոց կացողներ, մտածեք դբրոցի մեջ ինչ հոդ գդաս։ Աշխատողներ, մտածեք ձեր աշխատանքի տեղը ինչ գործ գդակ։ Երիտասարդներ, ձեր ծնողներուն հետ ինչ գործ, ինչ հոդ գդակ։ Եղբայրներ, ձեր գործի տեղը, հարևանության մեջ, աշխատանքի մեջ, ինչի հոդ գդանք։ Քրիստոսի հոդը Աստծո առջև, Քրիստոսի հոդը Աստծո համար։ Ժողովուրդ Աստված գուզե, մի հատ մտածե այս շաբաթ անդադար Աստված պիտի անցնի քո վրա հետ եւ քեզի պիտի հոդ ուտա։ Ինչ հոդ պիտի գա քեզ մե։ Այսպես մտածե։ Եվ ասեմ քեզ հեչ կարևոր չէ ինչ գործի մեջ ես այդ վարյանին, հեչ կարևոր չէ այդ վարյան ինչ գործի, ինչով կսպաղվիս, որուն հետ կսպաղվիս, ինչ կմտածես, այդ վարյանի որ դերը կգա իմ մեջ ես ինչ անուշահոտ պիտի սկանա։
Ողորմ եմ ես Տեր, հալելույա։ Աղոթենք մի քանի վայրկյան։ Լուր մեր սրտերուն մեջ այս թեման թող քննարկվի, թող Սուրբ Հոգի կխնդրեմ, եթե լուրջ մարդիկ մտածեն եւ գաղութեն այս թեմայով, դու խոսի իրենց հետ Տեր։